Կարոջան դու կապ ֆիլմի ռեժիսորն ես, իրականում ստակրկիա թե դու ինչ ես ընտրել այդ թեման, թվային աշխարհի վտանգները եւ այդ ամեն ինչը, ոնց է կարդերը։ Իրականում դե ակտուալ թեմա է շատ, այսօր ամեն մեկը հեռախոսով ինչ-որ իր գաղտնիքը, իր պատմությունը, իր աշխարհն ունի, բայց այդտեղ առաջի պլան ավելի շատ իմ համար, քան որ ընտանեկան դրամայա մի ընտանիքի պատմությունն է, միտքը այդ օտարացումներ, այդ կապի բացակայությունը ընտանիքի անդամների միջև այս մարդիկ ովքեր ապրում են մի տանը, իրար հետ են նախաճաշում, իրար հետ օր են անցկացնում, բայց իրար հետ չեն շփվում, խոսալու բան չունեն, բաց չեն իրար հետ, ու չկա իրանց մեջ այդ կապը, որովհետև ամեն մեկը իր աշխարհում է, իր հեռախոսի մեջ է ու այդ արտահոսքի երբ որ լինում է, արդեն ամեն մեկը մյուսի մասին է իմանում, այդտեղ սկսում է կոնֆլիկտ, սկսում է վերջապես մի քայլ ավելի առաջ դեպի այդ ծառած չխոսալուց այդ հարաբերություններից, թեկուզ իրար մեղադրել, թեկուզ իր հետ ինչ-որ հարցեր, հարաբերություններ բարձել, բայց գոնե անտարբերությունից մի քայլ ավելի առաջ է, այսինքն ավելի շատ այդ օտարացում, իրար հետ ապրելով, իրար չճանաչել, չշփվել այդ թեմաներ։ Բայց կա քո ֆիլմը սկսվում է հենց նախաճաշի տեսարանից ու իմ համար մի քիչ գրոտեսկային էր այն փաստը, որ բոլորը այսպես հեռախոսների մեջ են։ Իրարեցի չեն։ Հա, մի քիչ շատ sense, նույնիսկ абսուրդի հասված բան, ստակրկիա դա դիտավորը որոշում էր, թե մաքսիմալ այդ ամեն ինչը չափազանցած, մաքսիմալ այդ ամեն ինչը ցույց խտացրած գույները ու նույնիսկ վերջի տեսամ երբ որ իրանք իրենք մի սեղանի շուրջ են, արդեն երեկո է, ուտելիք չկա, իրանց ամեն մեկի դիմաց դրած է sense 4 հեռախոսները ամեն մեկի դիմաց, այդ հա, այդպես ուսադրված է։ Իսկ համար քո հերոսների մոտ, ամեն մեկի մոտ ինչ-որ գիծ կա, բավական արդիական ու ակտուալ ցավոք, նույն բաղամոլության, տնտեսության ու բոլոր այդ թեմաները, ինչ ստակրկիր է քո հերոսների համար իրանք վախում են այդ քայլերը անելու մեջ գտնվեն այդ process-ի մեջ այդ բանները անելու մեջ, իրանք վախում են ավելի շատ, որ դրա մասին կիմանա ինչ-որ մեկ։ Իմ կարծիքով ավելի շատ վախենում էին, որ այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա, այսինքն իմանան ուրիշները, առաջին հերթին հասարակությունը, հարևանները, արձագանք ինչպիսին գտնի իրաց այդ գործողություններին եւ արդեն ընտանիքի անդամները բնականաբար, հա, որտեղ դե չգիտեմ, հայր եւ դուստր հարաբերություններ, ամուսին կինք, ու եղբայր եւ այլն, այդ է եղել, թե չէ, եթե իրանց ամեն ինչ ձեռ էր տալիս sense որ հնարշարունակվի, եթե այդ արտահոսքը չլիներ, ինքը ամեն մեկ իր կյանքից, ինքը իր գաղտնիքից, ինքը իր այդ աշխարհում փակված, ինքը այդ ամեն ինչից գոհ էր, այսինքն չեմ կարծում, որտեղ իրանք չմտահոգիչ բան ունեն, ուղղակի դա մի հատ քայլ եղավ այդ արտահոսքը անկախ իրանցից, որ հիմք հանդիսացավ ինչ-որ մի կետ մտածելու, քննարկելու համար իրանք ունենային։ Այլ ֆիլմի սկզբում տեսարան կա, որ պատուան են կոտրում քարով, ուզում ասեմ այդ քարը մետաֆորա է, որ դու դրել ես քո Հա, իհարկե, հենց այդ նույնիսկ ինչ-որ աստվածաշնչյան աստվածաշնչյան այդ քարը, այդ ասացվածքը, որ թող առաջինը քար գծին է, ով որ անմեղ է, մեր դեպքում գիտենք ոչ մեկ էլ անմեղ չի, բոլորն էլ իրենց չափ մեղավորություն ունեն, ամեն մեկը իդեալական մարդիկ չկան, ու ուստեղ հենց այդ է, ու ճիշտ նկատեցիր, ֆիլմի սկզբում երբ որ նախաճաշի ընթացքում հերոսները նստած են, բոլորը իրենց հեռախոսի մեջ են, ոչ մի բառ են իրար չեն խոսում, եւ միակ այդ ֆիլմի առաջին հատվածում միակ տեղը, երբ որ դիալոգներ կան, իրանք իրար հետ ասած շփվում են, այդքանը իրար հետ չեն շփվում, բայց դիալոգները, որ իրար հետ են խոսում, իրանք կոմենտ են անում այդ հարևանի ջարդած պատուհանի սիտուացիային, ու դա հայավարի բամբասանք ասվածն է, իրանց աչքի փուշը չտեսնելով, ուրիշի գերանը չտեսնելով, դիմացինի բանն են տեսնում, սենց այդ է միավոր իրանց բամբասանքը ու այդ ամեն ինչը ֆիլմի վերջում նաև այդ քարի տեսքով վերադառնում է իրան, որովհետև իրանք նույնպես անմասն չեն այդ ամեն ինչից ու այդպես կյանքը գալիս է, հիմա իրանց են քարկոծում։ Իսկ դու չես ոգեշնչվես ֆիլմը անելուց, որտեղ ես որ նայում եմ ինձ ավելի շատ հիշացրեց ընտարում մտնոլորտով թեմայով Black Mirror սերիալը, իմաստամ տեղից ես ոգեշնչվել, թե ինչ-որ անձնական փորձ է։ Ինչ-որ չափով կարա ազդել լինի Black Mirror-ը, որովհետև այդ սերիալը ես ինքս շատ սիրում եմ, լրիվ չեմ նայել, սեզոն եմ նայել, բայց այնտեղ հա որոշ էպիզոդներ կային, որ շատ հետաքրքիր, հասկանում եմ, որ թեմատիկ առումով կարան մոտ լինեն իրենք նմանն են, ինչ որ ձևով գուցե ազդել է, բան է, այդպես հատուկ որ նստել մտածել եմ չէ, բայց կարա լինի, չեմ բացառում, որտեղ ինքս սիրում եմ այդ ամեն ինչը։ Իսկ սա քո կուրսային աշխատանք, հա, 4 կուրսային, դու ինձ ասել ես, որ դիպլոմայինը ավարտել ես նկարները, դիպլոմային աշխատանք։ Ինչ ստակերկիր է դու ընդանուր ինչ-որ մի հատ գիծ գտել ես քո համար, թե դեռ փորձառությունների ընթացքի մեջ ես, որպես ռեժիսոր։ Հա, չէ, լրիվ տարբեր են իրարից, թե նախորդ ֆիլմերը, թե այս ֆիլմի դիպլոմայինը որ նկարել եմ, նախորդ կապ ֆիլմի
կոնկրետ էլի շատ տարբեր է, նախ առաջինը ժանրային առումով, այնտեղ դրամա է, ընտանեկան դրամա է, այստեղ այս դիպլոմայինս նոր կատակերգություն է, road movie ժանրում է, ճանապարհային կատակերգություն է, եւ նաեւ տարբերվում են նկարահանման ոճով, այն նկարված է դասական կինոյի նման, կամերայով, աշխատել ասել մեծ նկարահանողում, թիմ, իսկ այստեղ համարյա առանց թիմ նկարվել է հեռախոսով, առաջին անգամ ես նկարել եմ հեռախոսով, նաեւ որպես օպերատոր, ասեմ ավելի, նաեւ որպես դերասան եմ նկարվել այս ֆիլմում, հենց հիմնական 4 ընկեր են գործողանձել, մեկը իրանցից ես եմ, այսինքն նաեւ այդ առումով էլի համար էքսպերիմենտ։ Դա ընդհանուր հենց ոճային որոշում է, թե ինչ-որ հանգամանքներից։ Եվ տեխնիկական կողմը հարցի է նա, որ ինքդ էլ գիտես ինչքան դժվար է ուսանողի համար 0 բյուջեով կամ շատ մինիմալ ռեսուրսով հավաքել թիմ, անել ծախս, վերցնել տեխնիկայի արենդա կամ չգիտեմ խնդրել ինչ-որ մեկը ռեկվիզիտա, ինչ-որ մեկը իր լոքեյշնը տրամադրի, ինչ-որ մեկը գազթափում աշխատի, ու այս հնարավոր կոմունիկացիաները մինիմալ հասցնելու համար իմ կարծիքով, իմ իշխելիքով, կարճկերկով ամեն ինչ ավելի բարձ ու հեշտ իմ համար անելու համար ես ուզեցի այս տարբերակը, որտեղ թիմ չկա, որտեղ ամեն ինչը իմ վրա է, հեշտ բրցնելու առումով ես հեռախոսով եմ նկարել, տեխնիկա չեմ վերցրել, թավ չի եղել, իսկ բովանդակային առումով էդ էլ է, որովհետև ես այստեղ փորձել եմ անել, չգիտեմ ինչքանով հաստատվի, իհարկե դա արդեն ֆիլմը պատրաստ կլինի, տեսնենք ասեն, դու կասես, ինքը պիտի լինի իմ մտածածով շատ դոկումենտալ իր ոճով, lifestyle վիճակում, այսինքն 4 տղա են, ովքեր Երևանից գնում են Թբիլիսի, ճանապարհի միանց է տարբեր անախորժություններ ապատավում, ու այս ամեն ինչը տղաներից մեկը որպես վլոգ, որպես յութուբեր նկարում է իր հեռախոսով։ Հա, մենք իր տեսանք։ Հա, մենք դրի մենք կինոյի մեջ կինո չենք տեսնում, մենք տեսնում ենք այդ տղայի ամբողջ նկարածը ու փորձել եմ այս բնականությունը ստանալ, որ ինչ կատարվել է, նայողը երբ որ ֆիլմը նայի, չթվա որ սա սցենար է գրվել, միզանսցենա դրվել, փորձարվել, բեմադրվել, նկարվել է, այլ տպավորություն, որ 4 ընկեր իրական գնացել, իրանց ճանապարհին լիքը խնդալու բան ա եղել, տղեկից մեկ այդ ամեն ինչը նկարել է, կեսից կամերան ձորգ ա եղել, կեսից ներքևա փախել, կեսից չգիտեմ ինչ որ sense բան, ինքը ինչ որ մի ձև կտրել կպցրել է մոնտաժել է ու մենք հիմա տեսնում ենք մի հատ կյանքից իրական trip-ի մի հատ տպավորություն էլի, ոչ թե չես վախում, որ դա նաև վտանգ կարող լինի այդ մի փորձը, որտեղ հետագան որ ֆիլմ անես կարող ես տեխնիկական տեսանկյունից են վատել որակը, տենց չէ, ոչ թե որակապես, այլ հաջորդ ֆիլմը որ սկսես անել, քեզ մոտ կլինի ավելի շատ այս անկախ ոճը, այդ independent կինոյի ասված Շոն Բեյքերը մինիմալիստական հեպես ֆիլմ անես, էլի, որտեղ ինձ թվում է կայքակրություն, որ համը արդեն ջրանում է, չէ, ինձ թվում է, չեմ բացառում, որ էլ ինչ-որ սենց բաներ կանեմ, բայց հաջորդը միանշանակ տենց չի լինի ու նենց չի, որ անընդհատ տենց կանեմ, որտեղ ոնց արդեն ասացի, ես սիրում եմ այս ժանրային տարբերություններ, ես սիրում եմ, որ տարբեր բաներ փորձեմ, ոչ այդքան ինքս ինձ գտնելու, այլ ավելի շատ, որ ամեն մի ժանրում, ամեն մի ֆորմատով ինչ-որ մի հատ արած գործ ունենամ, այսինքն տարբեր ժանրերի անդրադառնամ, տարբեր նկարահանման ոճերի անդրադառնամ, ու ինձ հենց այս տարբերություններն է հետաքրքիր, նույն բանը երկրորդ անգամ ոնց որ չանեմ, էլի։ Այդ իմաստով ոնց որ չէ, այդ մտավախությունը չունեմ, ավելի շատ այդ ասած կարող է մտավախությունը լինի, որ մեծ էկրանին իրան նայելով ասեն, բան չգիտեմ, դե անկախ կինո չի, վլոգ է։ Այս ո՞րն է սցենար, այս չհասկացա, ինչ եք բեմադրել նկարել, գնացել եք տղեկով պայփավատ եք եղել, ճամփինձյարի հետ նկարել եք, ցելսկի մոնտաժ չես արել, տվեցեք, որտեղ փաստացի ամեն մի տեսարանը մի չթաթվող կադր է, էլի ինքը ջարդացի բան։ Նոստոպ նկարել, վանշոտները։ Նայեք, տեսնենք, իսկ թվում է հա, շատ ջանք եմ գրել այդ ամեն ինչի մեջ։ Սա դիպլոմային է, իսկ դիպլոմայից հետո ինչ ես մտածում։ Դիպլոմայից հետո դե գիտես Հայաստանում բարդ է, երբ որ նոր ես մտնում ասպարեզ, երբ որ նախկին ուսանող ես, հիմա արդեն ավարտում ես, ինչ-որ բան ես ասում, հնարավորություններ, ռեսուրսներ, բայց իհարկե շատ կուզենամ, ինչպես ասեցի, տարբեր ոճերում, տարբեր ժանրերում էլ ինչ-որ շատ կներես, մի քիչ կարող հասարակ ասել, բայց շո երազանքի ֆիլմ ունես, երազանքի շորտ, որ զբաղվում։ Շորտ։ Հա, նո, անկեղծ ասեմ, չէ։ Հենց շորտ չէ, որովհետև շորտը չեմ սիրում, նախ շորտը շատ բարդ է, կարճ ասելիքը տեղավորես, հասցնես այդ ամեն ինչը մարդու համար հասկանալի լինի, դու հասցնես իր կուլմինացիա ավարտ ամեն ինչը տեղավորես, էլի ինքը չէ, միշտ ասում են տենց ամենակ պլանամետրաժն իմ կարծիքով ավելի հեշտ է, քան շորտը, էլի։ Դրա համար տենց երազած շորտ, որ մի հատ շորտ կուզենայի անել, չէ, ես ավելի շատ կուզենայի լիամետրաժ ինչ-որ մի հատ բան, կամ սերիալներ։ Հա, օքեյ։ Սերիալ շատ կուզենամ անել, ժամանակակից սերիալ, բան վերտիկալ ֆորմատով այս անգամ հեռախոսով էլ նկարած, Instagram-ում տենց սերիալների շարք, ուցելի ու անգամ։ Շնորհակալ եմ։ Ապրես